Սիրելի հայրենակիցներ, հիմա ես հերթական անգամ արդեն վերջին 2 ամսվա ընթացքում 4-րդ անգամ կրկին Արցախի ճանապարհին եմ եւ հիմա ես անցնում եմ Գորիս Ստեփանակերտ ճանապարհահատվածով, ինչպես ասում են, Լաչինի միջանցքով։ Այստեղ 8 կամ 9 տեղում կան այսպես կոչված բլոկպոստեր, որոնք մենք անցնելով ընդամենը ցույց ենք տալիս անձնագրերը, որ մենք ովքեր ենք, հայեր ենք կամ որևէ այլ ազգի ներկայացուցիչ եւ մեկնում ենք Արցախ։ Այսքանը որևէ վտանգավոր բան չկա, հիմա ես հասնում եմ հերթական բլոկպոստին։ Մենք Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ենք, ահա տեսնում եք քիչ այն կողմ կրկին ռուսական բլոկպոստերն են, իսկ ահա աջում ներքևում Աղավնո գյուղն է։ Այն հայտնի գյուղը սա մոտավորապես հիշում եք այն հատվածն է, որտեղ երբ մենք մինչև պատերազմը գալիս էինք Արցախ, ահա այս հատվածում դիմացի ահա այն շենքը, որ տեսնում եք, այնտեղ հայտնի անձնագրային կետն էր, որտեղ ներկայացնում էինք անձնագրերը եւ մտնում Արցախի Հանրապետություն Քաշաթաղի շրջան։ Իսկ ահա քիչ ներքևում, քիչ այն կողմ արդեն Աղավնո գյուղն է։ Հիմա մենք կմտնենք Աղավնո եւ տեղում կծանոթանանք բնակիչների հետ եւ կհասկանանք, թե հետպատերազմյան Աղավնոն ինչպես է ապրում։ Եթե դու ինձ ընտելացնես, ապա ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս։ Ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը։ Սկսում են հասկանալ իմ ուղղակի վրա մի բան կար, որը երևի ինձ ընտելացրել էր։ Քո մոլորակի վրա։ Այո, Իսկ քո մոլորակի վրա գործում են կան։ ոչ, Ինչ հետաքրքիր է, իսկ հա կա։ ոչ,
Աշխարհում կատարյալ ոչինչ չի լինում։ Մարդիկ հրացան ունեն և որսի են դուրս գալիս, դա շատ անհարմար բան է, հետո նրանք հավ են պահում, նրանց լավն էլ միայն դա է։ Դու հավ ես փնտրում։ Ոչ։ Դպրոցում այս պահին սովորում է 32 աշակերտ, մենք հունվարի 11-ից, երկրորդ կիսամյակից արդեն սկսել ենք մեր աշխատանքները, ունենալով 8 աշակերտ։ Ու աշակերտների թիվը մինչև առ այսօր ավելացել ու 32 աշակերտ ունենք այս պահին։ Ու մեր դասապրոցեսը մնացած բոլոր դպրոցների նման ընթանում է բնակավան կյանքի մեջ։ Եթե չեմ սխալվում, մինչև վերջերս նաև հարակից բնակավայրերից Դերձորից օրինակ գալիս են չէ՞ սովորել։ Հա, ունենք 12 երեխա, որ համայնքապետը ինքը հենց տանում բերում էր երեխաներին, եւ այս պահին այդ երեխաներից եղցահողում նորից դպրոց է բացվել, 6 երեխա արդեն հաճախում են եղցահող, բայց մնացածները էլի մեր դպրոց։ Ամեն օր տանում բերում են։ Հիմա ինչքան շրջանավարտ ունեք այսօր միջոցառումը տեղի ունենալու։ Ունենք 2 աշակերտ, որ 12-րդ դասարանն այսօր ավարտում է։ Պատերազմի ժամանակ յուղից կարծեմ 3 զոհ է եղել։ Դպրոցի շրջանավարտներից են եղել թե ավելի մեծ տարիքի։ Դպրոցի շրջանավարտ է եղել Սասունա Արաքելյան, զինվոր է եղել։ Արմենը Իսախանյան կամավորական գյուղի բնակիչ է եղել եւ Համլետ Արաքելյանը էլի գյուղի բնակիչ։ Մենակ Սասունա եղել շրջանավարտ աղաների։ Եվ հաշվի առնելով, որ դպրոցը շատ արագ վերականգնվեց, բացեց դռները պատերազմից անմիջապես հետո եւ այդ առումով աչքի է ընկնում գյուղի դպրոցը, գյուղը ընդհանրապես որ շատ արագ միանգամից կրթական համակարգը եւս վերականգնվեց։ Ինչպիսի ապագա եք տեսնում այս հատվածի առումով, երեխաներին ինչ եք փոխանցում աշակերտներին, հաշվի առնելով, որ սա այդ հայտնի միջանցքի հատվածում է եւ մի փոքր անորոշ ապագա, ինչ եք երեխաներին ասում։ Ընդհանուր առմամբ նույն դասապրոցեսը, նույն այդ միջև պատերազմի ինչ որ անելուց եք եղել, նույնը շարունակում ենք, ուղղակի ավելացրել ենք ու ավելացել է բոլորիս մոտ, նա որ պիտի երեխաներին հայրենասիրությունը, այդ ոգին միշտ կարող բարձր պահենք։ Ու անում ենք ամեն ինչ, որ երեխեքն էլ արդեն իսկ ցանկացած երեխայի հարցնենք, երեխեքն էլ կպատասխանեն, որ իրենց համար մեկ խնդիրը մեր հողերը հետ բերելն է։ Իրենց համար մեկ խնդիրը այս մեր սուրբ տղաների հիշատակը վառ պահելն է։ Սա է մեր երեխաների մոտ սա է։ Ու երեխաներն էլ առաջին դասարանից բռնած բոլորն էլ իրականում գիտակցում են թե ինչ է կատարվել։ Որովհետև ես ինքս անձամբ ուսուցիչներին միշտ ասում եմ, ինչից խոսում ենք չխոսանք, պիտի խոսանք հայրենիքից, պիտի խոսանք հայրենասիրությունից, որովհետև այսպես կարող ենք մենակ պահել։ Բնականաբար հողին ամուր կարճել։ Այո, եթե պիտի մնաս, որ հողն էլ մնա, եթե դու չմնաս, հողը չի մնա։ Եթե դու չմնաս, ծառը չջրես, ծառը չի ծաղկի։ Կանգնել ասել, որ դոքսը ադարի Սա Հայաստանի ամենահամառ բնակավայրերից մեկի Աղավնոյի դպրոցն է, Ալիսան եւ Նարեն այս տարի ավարտում են։ Եվ ամենակարևորը
նրանք միշտ հիշում են, որ պետականությունը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Նարեկ ողջույն։ Դուք այս տարի ավարտում եք։ Այո, ավարտում։ Շնորհավորում եմ։ Այսօր ձեր վերջին դասն է։ Ինչպես անցան այս 12 տարիները։ Երբ եք տեղափոխվել Աղավնո եւ ինչքան ժամանակ է որ սովորում եք Աղավնոյում։ Ես ստեղ եմ ծնվել, ստեղ եմ մեծացել եմ։ Ստեղ էլ վերջացնում եմ դպրոցը։ Իսկ ապագան ինչպես եք պատկերացնելու։ Սովորելու եք բարձրագույն։ Բարձրագույն չէ, բայց սովորելու եմ Վարշավիական։ Տենց այդ գծով։ Որտեղ եք սովորելու։ Գորիս երևի։ Գորիսում։ Ավարտելուց հետո վերադառնալու եք Նորից Հայերի գյուղ։ Աղավնոյում աշխատել։ Երևի, հա։ Պահանջարկ ունենաք ձեր մասնագիտությամբ։ Հա։ Պատերազմից հետո դուք առաջին շրջանավարտն եք։ Պատերազմի ժամանակ մեծ էր վտանգը, որ կկորցնենք Աղավնոն, բայց չկորցրենք։ Այդ առումով ինչ կարող եք ասել։ Ոգևորող, ոգի տվող։ Ես շատ ուրախ եմ, որ մեր գյուղը կա ու մենք մեր դպրոցը շարունակեցինք, այստեղ էլ վերջացրեցինք մեր դպրոցը։ Շատ ուրախ եմ, մանավանդ շատ շնորհակալ եմ ես մեր գյուղապետին, որ ամեն հարցում մեր գյուղում ա եղել ու դուրս չի եկել, աջակցում ա։ Ձեր անուն ազգանունն է։ Ալիսա Դանելյան։ Աղավնոյի դպրոցի շրջանավարտ։ Այո։ Դուք եք այստեղ ծնվել եք։ Ոչ, ես ծնվել եմ Հադրութի շրջանի Տումի գյուղում, որ այժմ Թշնամու վերահսկողության տակ է գտնվում, սակայն այժմ սովորում եմ Աղավնոյի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում։ Նոր եք տեղափոխվել։ Ահա, պատերազմից հետո եմ տեղափոխվել։ Դպրոցը շատ տխուր ենք ավարտում, քանի որ մեր 12 տարվա այդ դպրոցական կյանքը այս 6 ամսվա ընթացքում այստեղ է ավարտվում, այսինքն մենք շատ կցանկանայինք, որ մեր տարածքները մեր ձեռքին լինի եւ մենք այսօր մեր դպրոցը ավելի ուրիշ ձևով այն ինչպես ավանդական վերջի զանգերն է նշվեր մեր հայրենի գյուղում, մեր հայրենի դպրոցում։ Որոշել եք ինչ եք դառնալու։ Այո։ Որոշել եմ թղթերս հանձնել Արցախի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաներ ֆակուլտետը։ Աշխատում եմ այդ ուղղությամբ ընդունվել։ Ուրախությունը եւ տխրությունը այսքան միախառնված են ինձ մոտ, քանի որ շատ լավն են, երկուսն էլ շատ լավ աշակերտուհիներ են։ Ուղղակի ես նրանց ցանկանում եմ, որպեսզի ուրեր լինեն, միշտ ապրեն խաղաղ երկնքի տակ, երբեք չմոռանան, թե ինչ գնով ենք մենք այս խաղաղությունը ձեռք բերել եւ ամենալավ բաները խաղաղություն, հաջողություններ իրենց ուսման մեջ, այդքանն եմ ես իրենց մաղթում։ Իսկ դպրոցական տարիներին ձեր աշակերտներին, ոչ միայն շրջանավարտներին, այլև ընդհանրապես ձեր աշակերտներին ինչպիսի կրթություն եք տալիս։ Նկատի ունեմ բուն դասերը, նկատի ունեմ այն, որը բացի դպրոցական ծրագրից ուսուցիչը փոխանցում է աշակերտին։ Իհարկե, երևի ավելի շատ եւ հայեցի դաստիարակությունը եւ հայրենիքը շատ սիրել է։ Ես նաեւ պատմության ուսուցչուհին եմ, միշտ զուգահեռներ այս իրականության հետ, անցյալի հետ միշտ անում ենք։ Ես ուղղակի ուզում եմ, որ նրանք միշտ հիշեն մեր անցյալը, որպեսզի ապագան ամուր հիմքով, ապագայի ժամանակ ամուր հիմքով կանգնած լինեն։ Իսկ հայրենի հողին ամուր կանգնելը դա առաջնայինն է։ Եվ ամենակարևորը չպետք է մոռանալ, թե ինչ արյան գնով են մենք այս հողերը ազատագրել, իհարկե այս պահին մեծ մասը այլևս մեր հսկողության ներքո չէ, բայց ինձ թվում է դա ժամանակավոր է։ Եվ նրանք պետք է այդ գիտակցությամբ ապրեն, որ սա ընդհանրապես ժամանակավոր է։ Մենք մեր հողերը պետք է անպայման հետ բերենք։ Այլ տարբերակ չկա։ Ալիսային այս ամիսների ընթացքում պարբերաբար ասել եք, որ Հադրութում ինքը շարունակելու է կյանքը։ Ալիսային ես մի փոքր ավելի ուշ եմ սկսել դասավանդել, քանի որ ես այդ ժամանակ ֆիզիոթերապևտի մեջ էի։ Շատ ուրախ եմ նախ որ ինքը այստեղ էր եւ այո իհարկե եւ նա էլ այդ հույսը իր մեջ երբեք չի մեռել, որ Հադրութը անպայման նորից իրենցն է լինելու։ Մերը
Խաշաթաղի շրջանի 95 շրջանավարտներին ես սեպտեմբերին նախապատրաստում էի լրիվ այլ միջավայրում այլ կերպ շնորհավորել, սակայն ցավոք սրտի այսօր մեր շրջանավարտներից երկուսն են, որ գտնվում են Արցախում, գտնվում են Խաշաթաղի շրջանում։ Ես չեմ ուզում առանձնացնել իհարկե, բոլորին ուզում եմ շնորհավորել, որտեղ որ լինեն Հայաստանի որ դպրոցում են լինեն, իհարկե գիտեմ իրենք հոգով գտնվում են այսօր Արցախում, իրենց 12 տարի սովորած տարիներին միշտ պատկերացրել են, թե ինչպիսի վերջին զանգ են ունենալու։ Ցավում եմ, որ այս տեսակի պայմաններում մենք ստիպված ենք շնորհավորել, բայց ես հավատում եմ մեր շրջանի սերունդին, մեր շրջանում դաստիարակված սերունդին եւ ցանկանում եմ, որ երբեք չկոտրվեն։ Այսօր թեկուզ մեկ դպրոց շնչում է վերջին զանգը, ես եւս էլի վստահ եմ հույսը չեմ կորցնում, որ Խաշաթաղի շրջանի դպրոցներում վերջին զանգը հնչելու է, շարունակել է հնչել ոչ միայն մեկ դպրոցում, այլ բոլոր դպրոցներում 53 դպրոցի փոխարեն այսօր մենք ստիպված ենք մեկ դպրոցում շնորհավորել շրջանավարտներին։ Ես ցանկանում եմ, որ մենք հասնենք այն մեր նպատակին, որ բոլոր դպրոցները 53-ը դեռ ավելին Խաշաթաղի շրջանում շարունակեն նորից գործել եւ ապացուցենք, որ անկախ ամեն ինչից ինչքան ուզում են ներկայացնում են, որ այս տարածքները ոչ հայկական են եւ այլն, ասեմ 22 տարի ապրել եմ Խաշաթաղի շրջանում եւ ես դեռ ադրբեջանական պատմական հուշարձան Խաշաթաղի շրջանում չեմ տեսել։ Շրջել եմ ամբողջ շրջանի տարածքով։ Փոխարենը հազարավոր հայկական պատմական հուշարձաններ կան, որոնք որ ինչքան ուզում է խոսեն, նրանք վկայություններ են, կենդանի վկայություններն են, այն որ հայկական բնորաններից մեկն է եղել նաև Խաշաթաղի շրջանը։ Ապրող, շնչող Աղավնոն, այն ուժեղ համայնքը, որտեղ այսօր էլ մարդիկ ապրում են, երեխաները խաղում են, դպրոցը գործում է, հայրենիքը պահում են այնտեղ ապրելով, ոչ թե հայրենիքից հեռանալով եւ հեռվից պահանջելով։ Անդրանիկ Չավուշյան, Աղավնո համայնքի ղեկավար։ Պարոն Չավուշյան, ինչքան մարդ է ապրում Աղավնոյում եւ հիմնականում որտեղից են, արցախցիներ են, թե տարբեր տեղերից եկածներ։ Հիմնականում հիմա այս պահին ապրում են 142 շունչ։ Մենք մեր քյուղի բնակչությունը բազելի նման տարբեր բոլոր կողմերից կա։ Դուք ինքներդ որտեղից եք։ Սիրիայում եմ ծնվել, Ղամշլի քաղաքում, այնուհետ բադանեկան տարիքից տեղափոխվել եմ Բեյրութ։ Քան տարի է որ ղեկավարում եք համայնքը։ 2 տարի։ 2 տարվա ընթացքում ինչ է արվել համայնքում։ Կարող եք ամփոփել, բնութագրել։ Ես չեմ կարող դա բարձրացնել, բայց մենք աշխատող օրգան ենք ու իմ կարգախոսը եղել է, որ քիչ խոսալ, շատ աշխատել, ժամանակ չգործնել, քանի նայել ենք շատ հետեր մնացել ամեն ինչով, խոսքը չի գնում միայն Աղավնոյի մասին, ընդհանրապես, ասենք ազատագրումից հետո 28 տարվա մեջ ասֆալտ չունեին, Կաբո հարավային թև, ամենաբարձ բանը, ջուրի հարց, տասնյակ հարցեր, շատ խնդիրներ կար, կամ դիրաբեդում էին, որ այս օրը կալու է դալու են, եւ հիմնական խնդիրը ժողովրդի մեջ էր, որ մարդ համարում էր թուրքի հող։ Այնքան անվանեցին թուրքի հող, ոնց որ բոլորը պատմապան էինք տարել, չէինք զանազան, որ հայրենի հողը պատմական հող, Զովիցով Հայաստան, Բաքվուց միջև։ Այս բոլորը մեր մեջ էր խնդիրը, այսօրվա հասանք։ Հիմա չեմ ուզում անդրադառնալ դրա մասին, հիմա ուզում էինք լինել կառուցողական պատերազմին, մենք մեր դպրոցը վնասվել էր Էգորայինով, կողքերը խփած էին, աբագիները համարյա չկար, բոլորը փոխեցինք, դները բահեցինք, ասենք ինչ չէ նաև յանքի գոչել, Ալիևը չի որոշում մեր ստեղ մնալը, թե ես իմ թեգուզ ռուսը, թեգուզ ով ուզում առնի, հայը իրավունք ունի ապրի իր հողին,
Ամեն դեպքում Հայաստանի իշխանությունները եւս կասկածի տակ են դնում Աղավնո, Բերձոր, Սուս համայնքների ապագան։ Դուք ինչ եք մտածում։ Ես ոչ թե կուշագեմ, ոչ էլ միան լավադեսությամբ աշխատում ենք, որ ամեն ինչը լավ լինի։ Ու մենք մեզանից վստահ ենք։ Ես շատ չեմ նայում այդ իշխանությունների հայտարարություններին, իրանք չեն գարա մեր տեղը որոշեն։ Հիշում եք Աղավնոյի մասին բազմաթիվ հրապարակումներ եղան, որ պատերազմից հետո այսպես կոչված Լաչինի միջանցքում մնացած հայկական 3 բնակավայրերն էին Բերձոր, Աղավնո եւ Սուս։ Ահա սա Աղավնոն է։ Այս գեղեցիկ տները, որոնք կառուցվել են առաջին պատերազմից հետո եւ նպատակն է հիմնականում կառուցվել են սփյուռքահայ ներդրողների շնորհիվ եւ նպատակն է, որ այստեղ մեր հայրենակիցները նորից վերադառնան ապրելու եւ իհարկե վերադարձել են։ Ինչպես Աղավնոյի գյուղապետը, ով եւս սփյուռքահայ է, արդեն տարիներ շարունակ գրեթե 1 տասնամյակ եկել է այստեղ ապրելու, ապրում է եւ այստեղ մինչեւ պատերազմը մոտ 300 բնակիչ է եղել, այսօր մոտավորապես 50-ից 60%-ն է վերադարձել պատերազմից հետո, 20 թվականի պատերազմից հետո, բայց ինչպես տեղացիներն են նշում, շարունակվում է մարդկանց վերադարձը այս գյուղ, սա ինչ որ առումով հավաքածու գյուղ է, որովհետև այստեղ միայն բնիկ արցախցիները չէ որ ապրում են, այստեղ ապրում են Հայաստանի Հանրապետությունից վերաբնակեցվածներ, Սփյուռքից, Արցախից տեղահանված եւ այս պատերազմից հետո եւս մի շարք տեղահանված մեր հայրենակիցներ, օրինակ Հադրութի, Շուշիից եւ հարակից բնակավայրերից եկել են, գալիս են այստեղ ապրելու եւ մենք տեսնում ենք, որ կյանք կա, ահա տեսնում եք երեխաներն են այստեղ գալիս Դու որ դասարանում ես սովորում? 4-րդ, լավ ես սովորում։ Եվ ինչ եք ուզում դառնալ, որ մեծանաք? Դեռ չես որոշել։ Անունդ ինչ է? Հայկ։ Իսկ դու Արցախցի ես, թե ուրիշ տեղից ես եկել այստեղ? Արցախցի։ Որտեղից Արցախի? Այստեղից։ Հենց այստեղ ես ծնվել, մեծացել։ Տեսնում եք, Հայկը այստեղ ծնված, մեծացած տղա, ուժեղ տղա եւ ապագա զինվոր, չէ՞։ Հրաշալի տղա, ահա։ Եվ հիմա ես ցույց կտամ նաեւ մեր մյուս երեխաներին, որոնք այլի Աղավնոյում են ապրում, մի հատ միասին այսպես նկարվենք։ Հիմա մեր մյուս Աղավնոյի բնակիչները անունդ ինչ է? Այդա։ Որ դասարանում ես սովորում? 5-րդ դասարանում։ Լավ ես սովորում? Հա։ Այսօր ձեր դպրոցում կարծեմ բանը չէ, վերջին դասներ։ Հա։ Հրաժեշտ էիք տալիս 2 ավարտող 12-րդ դասարանը ավարտողներին։ Դու որտեղից ես եկել? Ես հենց իմ եղբոր հետ մեծացել Այստեղ եք ծնվել։ Հա, Հայկ։ Ինքը իմ հոր եղբոր տղան է, ինքը իմ հարազատ քույրիկն է, ինքն էլ Հայկի քույրիկն է։ Հայկի քույրիկն է։ Բոլորդ ազգականներ եք։ Այո։ Եվ սիրում եք Աղավնոն։ Գնացի Սիսիան, մի ժամանակ ասում էի, որ ես գյուղում չեմ ուզում մնամ,
Չգիտեմ, բայց հետո որ գնացի Սիսիան արդեն ինձ չգիտեմ ոնց ինչ որ մեկը ասում էր որ գնա այդ գյուղ ու շատ էի կարոտել 5 ամիս չէի տեսել գյուղը ու շատ էի կարոտել Իմ մանկության ընկերը Մուշեղը իմ դասարանցին ինքը վաղը կարող է գա իմ մյուս հորեղբորս աղջիկը Մանեն էլի մեր դասարանից է ինքն հիմա իմ եղբոր մյուս քրոջ հետ գնացել է Երևան իրանք ընտեն Չեն ուզում հետ գան։ Չգիտենք, շատ են ուզում։ Իրանք շատ են ուզում վախենում են։ Բայց վախենալ պետք է։ Չէ։ Թե հիմա իրանք այստեղ ասեք, որ վախենալու բան չկա։ Դիմեք բոլոր արցախցիներին, բոլոր այն մարդկանց, ովքեր ապրում են Բերձորում, ապրում են Աղավնոյում, Սուսում, Արցախի ցանկացած տեղում, որ գնացել են ու հիմա կարող են գալ։ Ինչ կարող է։ Ոչ ոք չվախենա գալ այստեղ, քանի որ այստեղ շատ ապահով է ու հիմա բոլոր տեղերից է այստեղ ապահով է ու մանավանդ մեր բարեկամներին Մաթևոսյան Լևոնին, Մաթևոսյան Միլենային եւ Մաթևոսյան Մանեին մենք իրենց շատ ենք կարոտել եւ ուզում ենք նրան գան ու վախենալու բան չկա։ Ու մենք ուժեղ ենք, չէ՞։ Այո։ Բարև ձեզ։ Իսկ մեր քույրիկը դու քանի տարեկան ես։ 7 տարեկան ես, մեծ աղջիկ ես դու։ Քո անունը ի՞նչ է։ Նատալի, ինչ սիրուն աղջիկ ես դու։ Լավ ես սովորում դպրոցում։ Երկրորդ դասարանում ես։ Առաջին։ Տառերը բոլորը գիտես։ Լավ տառեր ունեն, չէ, մեր Մաշտոցյան այբուբենը։ Աշխարհի ամենասիրուն տառերն են, չէ։ Իսկ սիրում ես Աղավնո գյուղը։ Կգնաս ուրիշ տեղ ապրելու։ Չես գնա, չէ։ Ապրես, պաչիկանեմ։ Ահա սա է, սիրելի հայրենակիցներ, Աղավնոն է, Աղավնոյում ապրող մեր հերոս երեխաները իրենց ընտանիքների հետ։ Սա այն Աղավնոն է, որի մասին տարբեր բաներ են ասում, բայց դուք տեսնում եք, սա ապրող, շնչող, ծաղկող Աղավնոն է։ Մնացել է կարծես թե միայն այս ճանապարհը ասֆալտապատեն, չէ՞։ Սպասում եք, որ պիտի ասֆալտ լինի, սիրուն լինի։ Չէ, սենց էլ է եղել։ Այսպես լավ է, չէ։ Կարևորը այս բնության մեջ խաղաղությունն է։ Եվ խաղաղությունն է այստեղ։ Շատ մարդիկ ցանկանում են գալ այստեղ, բայց իրանց մեջ ինչ որ վախ կա, բայց պետք չի վախենալ։ Բոլորը ասում են պարտվենք, բայց մենք չենք պարտվել։ Բայց մեր սրտերը չեն պարտվել։ Մեր զինվորները հաղթել են, որտեղ մեր զինվորները պայքարել են, որպեսզի հաղթեն։ Հիմա իրանք հաղթած են, այդ մենք ենք պարտված, այդ դավաճաններն են պարտված։ Ապրես։ Սա Աղավնոն է, սիրելի հայրենակիցներ։